Պատճառ համար 2. Դա հաղթահարում է մեր տկարությունները, երբ մենք չգիտենք, թե ինչպես աղոթել։ Հռոմեացիներին 8:26 խոսքն ասում է. այսպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին, որոնք են մեր տկարությունները, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթենք, ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար առաջանքներով բարեխոս է լինում, հոդաբաշխ լեզվով, ըստ բնագրի։ Պատճառ համար 2. Այն հաղթահարում է մեր տկարությունները, կապված չիմանալու հետ, թե ինչի համար եւ ինչպես աղոթել։ Լսեք, հաճախ այսպես է լինում, որ ես չգիտեմ, թե ինչպես աղոթեմ։ Ես մի այնպիսի իրավիճակում եմ, որ չգիտեմ, թե ինչպես աղոթել։ Ես ասում եմ, Տեր, ես չգիտեմ, թե ինչպես աղոթեմ։ Որ դուրս գամ այս վիճակից, ես օգնության կարիք ունեմ եւ ես սկսում եմ աղոթել լեզուներով։ Սուրբ Հոգի օգներ ինձ եւ հետո ես ասում եմ, Տեր, մեկնություն տուր ինձ։ Այնպես որ երբեմն նա ինձ իմաստություն է տալիս, թե ինչպես աղոթել դա բարձրաձայն անգլերենով եւ դա օգնում է իմ հասկացողությանը, որ շահում է դրանից եւ դա բերում է հավատք եւ կայունություն։ Դուք ինձ հետ եք։ Այնպես որ շատ անգամ երբ ես աղոթում եմ լեզուներով, ես խնդրում եմ Տեր, թույլ տուր ինձ մեկնել, թե ինչի մասին եմ ես աղոթում։ Ինչի մասին ես դու աղոթում իմ միջոցով հենց հիմա։ Ինչ ես տալիս ինձ, որ աղոթեմ։ Գիտեք, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում իմ մոր հետ Ֆլորիդայում հենց հիմա, բայց Աստծո հոգին գիտի։ Ենթադրենք նա ունի դրա կարիքը, ենթադրենք թշնամին ծրագրեր ունի նրա դեմ այս գիշեր։ Նա աղոթքի կարիք ունի։ Աստված արթնեցնում է ինձ եւ ասում՝ աղոթիր մորդ համար։ Ես չգիտեմ ինչպես եւ չգիտեմ թե ինչ անեմ։ Ես աղոթում եմ հոգով, քանի որ չգիտեմ թե ինչպես աղոթեմ, ոչ էլ թե ինչ աղոթեմ։ Իմ միտքը անտեղյակ է։ Տեսեք, Աստված օգտագործում է այս միջոցը, որպեսզի ողջ աշխարհով մեկ խնդիրներ լուծի, որովհետեւ Աստծո հոգին գիտի թե ինչ է տեղի ունենում, նա մեկն է, ով քննում է սրտերը, նա գիտի իրավիճակները։ Բայց եթե դուք կարդաք այս խոսքերը, ապա նա ասում է անբարբար հառաչանքներով։ Բոլորդ ասացեք հառաչանքներ։ Երբեմն երբ դուք կանգնում եք աղոթքի, ձեր աղոթքի լեզուն գալիս է մի մակարդակի, երբ դուք չեք կարողանում առույգորեն արտասանել այն եւ անցնում եք հառաչանքների։ Սա չի տեղի ունենում արհեստականորեն։ Այլ երբ ձեր սիրտն այնքան է կապված նրա սրտի հետ, դուք այնքան բեռնավորված եք ինչ-որ բանով, որ այն անցնում է հառաչանքների։ Ես հիշում եմ, որ տարիներ շարունակ Աստված փորձում էր մտցնել ինձ սրա մեջ։ Եվ սա հաճախ է տեղի ունենում, երբ ես աղոթում եմ։ Ինչ որ մի բան այնպես է ծանրանում, որ ես անցնում եմ հառաչանքների։